Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում թևավոր դարձան գաղթ մթնոլորտի վերաբերյալ խոսքերը, որտեղ նա նշում էր. երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը ոչ այնքան կոռուպցիան է, աղքատությունը, որքան այն մթնոլորտը, որ առկա է երկրում։ Մեր երկրի ամենամեծ խնդիրը մարդկանց մեջ չի։ Մեր երկրի ամենամեծ խնդիրը կաշառակերները չեն։ Մեր երկրի ամենամեծ խնդիրը հանցագործները չեն։ Մեր երկրի ամենամեծ խնդիրը գաղթ մթնոլորտն է։ Այդ գաղթ մթնոլորտը պետք է վերանա։ Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը։ Անշուշտ գործող նախագահը ճիշտ է իր գնահատականներում, սակայն փորձենք հասկանալ, թե ով է ձևավորում այդ գաղթ մթնոլորտը եւ փորձենք օգնել նախագահին լուծել այդ խնդիրը։ Դեռ պատմությունից հայտնի է, որ երբ երկրում հաստատվում է նախանձի, ատելության, մատնիչների խրախուսման մթնոլորտ, ապա նմանատիպ երկրում որևէ զարգացում չի լինի։ Հիշենք, դեռ 1937 թվականին ստալինյան ժամանակաշրջանում իշխանությունները ատելություն էին սերմանում ընդդեմ կուլակների, հարուստների եւ բուրժուական էլեմենտների։ Այդ կուլակաթափության արդյունքում միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին եւ աքսորվեցին, ոչնչացվեց խորհրդային ժողովուրդների ամենաառողջ մասը։ Նշենք, որ այս ամենը Ստալինը չէր կարող իրականացնել, եթե չունենար հենարան հասարակության մեջ, իսկ հասարակության նրա հիմնական հենարանը բոմժական զանգվածն էր, մատնիչներն ու զրպարտիչները։ Այս ամենը դաս դարձավ խորհրդային ժողովուրդների համար, եւ երբ անցած դարի 80-ական թվականներին նույնպես առաջացավ ատելություն ռայկոմի կոռումպացված քարտուղարների դեմ եւ խոսում էին նրանց կուլակաթափության անհրաժեշտության մասին, խորհրդային ժողովուրդները 37-ի դասը հաշվի առնելով մերժեցին սույն գաղափարը, որպես այլընտրանք ընդունելով երկրի դեմոկրատացման ճանապարհը։ Հիշենք, որ 1988 թվականի շարժման ժամանակ էլ Հայաստանում կային մարդիկ, ովքեր պահանջում էին կուլակաթափել ռայկոմի նախկին քարտուղարներին եւ վրեժխնդիր լինել կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչներից, սակայն այն ժամանակվա շարժման վերնախավը մերժեց այդ գաղափարը, հասկանալով, որ վրեժխնդրությունն ու կուլակաթափությունը երկրին ճիշտ ուղով չի տանի։ Հիշենք, որ այդ ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր նշում էին, որ կոմունիստական պարագլուխները թաղված են կոռուպցիայի մեջ, հաշվում էին Բրեժնևի տասնյակ միլիարդները, Շևարնաձեի, Ալիևի եւ Դեմիրճյանի ոսկիները։ Կյանքը ցույց տվեց այս միֆի ողջ սնանկությունը։ Նշենք նաեւ, որ հետկոմունիստական երկրներից ոչ միտեղ լայնամասշտաբ կուլակաթափություն չիրականացվեց, բացառությամբ Ռումինիայի հայտնի պատճառներով։ 1990-ականներին արդեն հասարակության մեջ գերիշխում էր նոր միֆ՝ ՀՀՇ-ական պարագլուխների հարստության միֆը։ Նշվում էր, որ մազութի գործի արդյունքում, հանրապետության արդյունաբերական պոտենցիալի թալանի արդյունքում երկրի ղեկավարները միլիարդներ են դիզել, եւ իզուր չէ, որ 1998 թվականի իշխանափոխությունից հետո շատերը պահանջում էին կուլակաթափել նախկին իշխանավորներին։ Իդեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի այսպես կոչված հանցավոր ռեժիմի կուլակաթափման կողմնակիցներից էր նաև տխրահռչակ Գառնիկ Մարգարյանը։ Ժամանակներն անցան, ամեն ինչ իր տեղն ընկավ եւ բոլորն էլ հասկացան, որ սույն միլիարդների հաշվարկը ընդամենը միֆ էր։ Քոչարյանն իդեպ այդ տրամադրությունները ժամանակին կարող էր եւ խրախուսել, եթե նա չկարողանար տնտեսական ճգնաժամը հաղթահարել եւ տնտեսության վերելք ապահովել։ Բարեբախտաբար դա նրան հաջողվեց եւ այս խնդրի շուրջ սպեկուլյացիաները կարճ տևեցին։ Արդեն Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում առաջացան նոր միֆեր, նոր միլիարդների մասին եւ էպիկենտրոնում կրկին Գառնիկ Մարգարյանն ու նրա նմաններն էին, սակայն այստեղ է, որ արժե մի քանի նախազգուշացում անել Սերժ Սարգսյանին։ Հասկանալի է, որ երկիրը գտնվում է ծանր ճգնաժամի մեջ եւ պետք է թշնամիներ հորինել, իդեմս ռուսների, Քոչարյանի, Բարգավաճի կամ Հայ ազգային կոնգրեսի, սակայն պարզ է նաեւ այն, որ եթե գործող նախագահը շարունակի խրախուսել սույն տենդենսը, ապա հաստատակամորեն կարելի է նշել, որ գաղթ մթնոլորտը երկրում կպահպանվի, երկիրը ճգնաժամից դուրս չի գա, իսկ իշխանափոխությունից հետո էլ Գառնիկ Մարգարյանը Սերժ Սարգսյանի փողերն է հաշվելու, քանի որ զրպարտողներն ու մատնիչները, ինչպես հայտնի է, քաղաքական հայացքներ չեն ունենում։ Սակայն մեկ դետալ կուզեինք հիշեցնել Սերժ Սարգսյանին, թե Տեր-Պետրոսյանի եւ թե Քոչարյանի ժամանակաշրջանում իհարկե
կար համակարգված կոռուպցիա, աղքատություն եւ անարդարություն, սակայն իրենք իրեն ժամանակի գլխավոր խնդիրը կարողացան լուծել։ 90-ականներին Ղարաբաղը ազատագրվեց, իսկ 2000-ականներին Հայաստանը գրանցեց շեշտակի տնտեսական աճ։ Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր գլխավոր խնդիրը չի լուծել եւ այդ իմաստով գտնվում է վտանգավոր գոտում, եւ եթե շարունակի խրախուսել մատնիչներին ու զրպարտիչներին, արդյունքում այն գաղջ մթնոլորտը, որը հաստատված է երկրում, չի հաղթահարվի, երկիրը չի զարգանա, բիզնես միջավայրում վստահության մթնոլորտ չի հաստատվի եւ երկիրը կհայտնվի կոլապսի մեջ, իսկ նման դեպքերում երկրի զարգացման ռումինական տարբերակը կդառնա անխուսափելի։ Մի կատարեք այնպիսի քայլեր, որ մենք չկարողանանք ձեզ ապագայում պաշտպանել նույն Գառնիկ Մարգարյաններից եւ նրա նմաններից, պարոն Սարգսյան, քանի որ դա չի բխում ոչ միայն ձեր, այլև երկրի շահերից։